Նախկին իմ հարցազրույցների ժամանակ ես խորհուրդ էի տվել, որ եկեղեցին պետք է արդիականանա ներսից։ Դրսից որևէ միջամտություն, որևէ արդյունք չի կարողանալու ունենալ, հետևաբար դա հոնքը ուղղելու փոխարեն աչքը հանելու ինչ-որ մի process կհիշեցնի, որը մեզ ձեռնտու չէ։ Մենք գիտենք, որ 1700-ամյա իր ավանդույթները ամբարած ազգային ինստիտուտը առողջացնելու համար քաղաքական իշխանությունները իրավունք չունեն միջամտելու ներեկեղեցական հարցերին։ Բայց արի ու տես, որ եկեղեցու ներսից արդիականանալու գործընթացը, որը ենթադրում էր նոր եկեղեցական ժողովի կազմում, ես առաջարկել էի, որ եթե օրվա իշխանությունները ցանկանում են ինչ որ կերպ օժանդակություն ունենալ եկեղեցու առողջացման գործընթացներին, ապա գուցե ինչ որ հանձնախումբ պետք է ձևավորվեր, որտեղ կներառվեին Սփյուռքից, եկեղեցու բոլոր նվիրապետական թեմերից, Կիլիկո-կաթողիկոսությունից, ներկայացուցիչներ, որոնք որ նաև եթե բաց թողնված կամ կորսված տեղեկատվություն կա, թե ինչպես է հնարավոր աստիճանակարգը բարեփոխել, մատենադարանում կարելի էր ուսումնասիրություններ ծավալել, ներգրավել մասնագետների, աստվածաբանների, կրոնագետների, եւ այդ խումբը պետք է զբաղվեր եկեղեցու առողջացման եւ արդիականացման հիմնախնդիրներով։ Այնինչ մենք նկատում ենք, որ քաղաքական հաղորդակցությունները, այդ քաղաքական հայտարարությունները կարող են շատ ավելի խորացնել հիմնախնդիրը եւ հարցը տանել փակուղի։ Տանելով փակուղի կարող է վնաս հասցվել ոչ միայն պետության հիմքերին, այլ նաեւ ազգային ինստիտուտի, ինչպիսին որ եկեղեցին է, եկեղեցու հիմքերին, ինչը անթույլատրելի է։ Այդ առաջարկը իհարկե ուշադրության չարժանացավ։